Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք հավի լիարդով մի ճաշ, որը շատ հեշտ է պատրաստվում, մի քանի բաղադրիչներ է պետք մեզ, որ արդեն հավաքենք եւ ստանանք մի հատ անմահական համովություն։ Գիտեմ, որ շատերը հավի լիարդ չեն ուտում ու կամ վախենում են կամ ինչ որ են, բայց այս բաղադրատոմսը անպայման պատրաստեք եւ ձեր կարծրատիպերը բոլորը կփոխվեն։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է հավի լիարդ, կես կիլո, կարմիր բողբեղ, կանաչ բողբեղ, սոխ, մի քիչ ազատկեր կամ մաղդանոց եւ մի հատ լիմոն։ Մի ճաշի գտալ կարակ։ Ցիտապտղից հետ նրան տոշապ, մշնգույս եւ հավիմի սերմի փոշի, աղ, սև բողբեղ, կարմիր բողբեղ եւ քիմո։ Ամենասկզբում ուզում եմ սոխը կտրատել, որպեսզի սկսենք դաբակելու ու արդեն հետո լիարդը կմանացնենք ու ավելացնենք դաբակի վրա։ Այս ճաշի համար սոխը շատ անհրաժեշտ է, այսինքն ընդհանրապես համովություն է տալիս ու անպայման պետք է ավելացնել, այսինքն նույնիսկ կարող եք 2-3 սոխ ավելացնել։ Իսկ լիարդը որակապես պետք է շատ լավ որակով լինի, իսկ մենք օրինակ օգտագործում ենք Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի հավի լիարդը եւ ստանալու ենք համովություն։ Դուք էլ կարող եք իրանցից վերցնել, իրականում եթե ուզում եք կարող են նույնիսկ կարակել։ Իրենք գտնվում են Բարույր Սևակ 92/6 հասցեով, կարող եք զանգել, քնալ, պատվիրել, արագում են անում կամ կարող եք միանգամից գնալ ու տեսականին ծանոթանալ եւ վերցնել։ Այսպես սլայսների ենք վերածում, այսինքն շերտերի սոխը, որպեսզի դապակենք, այսինքն ավելի սազում է իրան դենց լուսնացև, ավելի մանր չի սազում, ուզում եմ այդ բացատրեմ, բայց անշուշտ կարող եք կարմիր սոխ կամ կարող եք դեղին սոխ կամ սպիտակ սոխ օգտագործել։ Սոխը ունենք, մի կողմ ենք դնում, այստեղ հավաքում մաքրում ենք, մի հատ օջարվում ենք սավայով ու հետ ենք վերադառնում։ Ուզում եմ մի հատ սերնոցներս հագնեմ, որպեսզի լիարդները մանրացնենք։ Գնացինք, ուրեմն վերցնում ենք հատիկ, արդեն տեսնում եք ինչքան մաքուր է, այսինքն ընդհանրապես պետք է տենց լինի, ուղղակի կիսում ենք, երկու մասի ենք վերածում ամեն մեկը, այսպես, մի հատ կիսում ենք այստեղից, մի հատ էլ այստեղից, իրականում հեշտ է պատրաստվում և ովքեր որ սիրում են, գիտեմ որ շատերը, այսինքն հավի լիարդ սիրողները դենց հատուկ ինչ-որ գրուպ կա աշխարհում, որ սաղ սիրում են ու իրենք ունեն օրեր, որ էդի վայելում են։ Ահա, և ասանք, այսպես կտրատում ենք, մինչև որ վերջացնենք, ես մի քանի բաղադրատոմս ունիմ, եթե դուք սիրում եք այսպիսի բաղադրատոմսեր, ինձ կգրեք YouTube-ում, կարող եմ մյուսներն էլ պատրաստեմ հաջորդին։ Գիտեմ, որ այս ուտելիքի հետ համով կարմիր քինի էլ կգնա, համով մենք կվայելեինք քարե հայկական կարմիր քինին, իրականում համով կլիներ։ Մենք արդեն մեր լիարդները կտրատել ենք ու կարող ենք մի քիչ սեղ մաքրել սավայով ու հետ վերադառնալ։ Ավելացնում եմ մի քիչ ցետ եւ կարակ։ Մի քիչ հալվում է ու արդեն սոխն եմ ավելացնելու։ Ահա, հալվեց, ավելացնենք սոխը։ Մինչև մեր սոխերը տապակվին, մի հատ համով ջուր խմենք։ Ինչ բախտավոր ենք, որ ունենք մենք սիլ, որի ջուրը շատ համով է։
նայեք ինչքան սիրուն է արդեն։ Խառնում ենք։ Ավելացնում ենք աղ, սև բաղբեղ, դե իհարկե մենք միայն մանրանիկ ենք օգտագործում, կարող եք դուք էլ լինել մեր նման, 2 տեսակի բաղբեղ, գծու և ոչ գծու, համեմի սերմի փոշի, կիմոն, մշնգույզ, մշնգույզը անպայման ավելացնում եմ, համով համատալիս, լավ մեկ հատ խառնում ենք, հիմա թողում ենք լավ դաբակվի, մինչև մեր բաղբեղները կտրատենք։ Դե ինձ սիրելիներս, քանի որ դաբակվում է մեր լիարդը, մեր հավերի լիարդը, մեր զանգեզուրի հավերի լիարդը։ Մի քիչ հեռացնենք կրակից, որպեսզի բաղբեղները ավելացենք, իսկ բաղբեղները ավելացնում ենք բարակ շերտեր, այսպես։ Տեսա՞ք, սիրուն, բարակ։ Կարող եք քունավոր ավելացնել, ես այսօր կանաչ և կարմիր եմ ավելացնելու, բայց ոնց տեսնում եք ստեղ ունենք դեղին, նարնջագույն կարայի ավելացնեի։ Սենց շերտերի վերածենք ու արդեն շարունակենք։ Հիմա կանաչը տենց էլ անուշիկ բաղբեղներ են։ Okay. Մեր բաղբեղները պատրաստ են, կարող ենք արդեն ավելացնել։ Հիմա մի քիչ ենք խառնում ու վերջում ավելացնում ենք այդ վերջնական համեմունքները։ Քանի որ ես սկզբում միշտ ավելացնում եմ աղը, բաղբեղը եւ այլն, կիմոնը, բայց վերջում մի հատ էլ համին նայում եմ։ Իսկ բաղբեղները ավելացնելուց հետո մի հատ էլ եք համին նայում, օրինակ եթե աղ գուզե ավելացում եք, եթե բաղբեղ գուզե եւ այլն։ Բայց ես միշտ պահում եմ։ Իսկ ամենավերջում ավելացում եմ իմ ամենաֆեյվորիտս այս ճաշի, որը նլան դոշապն է։ Ինքը ամբողջանում է այս համոպությամբ։ Մի քիչ աղ, աղը ավելացրել ենք, մի քիչ ավելացում ենք բաղբեղը, կիմոնը, համեմի սերմը, բաղբեղը, ես ավելացնում եմ գծուն, որ ամեն մարդ չուտե, կատակ եմ անում։ Մի հատ խառնում եմ։ Հիմա ոնց ենք իմանում, որ մեր հավի լիարդները արդեն եփել են։ Կարող եք ամենամեծերից մի հատը ուղղակի թանակ բերել, մի հատ է բադրակախ եւ այսպես մեջից կիսել եւ նայել։ Օրինակ թեր կուզենք, նայեք, այսինքն դե պետքա դաբակել։ Դրա համար շարունակում ենք դաբակելը, երբ որ բաղբեղները ավելացրել ենք, ու մի քիչ էլ խմում ենք սիլի ջուր։ Բայց իրավ ջուրերն են համով է։ Կատակը մեկում։ Ես ասել եմ սրանից առաջ, որ մեր ընդհանրապես հայկական ջուրերը շատ համով են, բայց դեռ քանի մահատ կա, որ ավելի է հագենում, ասած ավելի համով է։ Դրսի երկիրների ջուրերը չեմ սիրում։ Շարունակում ենք դաբակել եւ գնում ենք դեպի մեր գդրատելու զոնա։ Ստեղ ունենք լիմոն։ Լիմոնը գդրելու եմ, գիսելու եմ ավելի ճիշտը, պատրաստելու եմ, որ վերջում ավելացնեմ։ Իսկ ազատքեղը կամ մաղադանոսը մանրացնելու եմ, որ վերջում ամեն ինչ վերջանալուց հետո ավելացնենք։
Ահա։ Մարացում ենք։ Վաու, տեսեք։ Սենց համովություն, դուք պատկերացնում եք, չէ՞։ Արդեն կարող ենք մատուցել, մեր համովությունը պատրաստ է։ Ինչ համով կլինի, էսի ուտելուց վայելելուց հետո մի հատ սուրճ և սուիտնելա, իսկ ինչս էլ է սուիտնելա, այսինքն համով պաստղ, համով շարոց, համով սուճուղ և հայկական հարստություն, այդ վերջինները այդ ափսեին ամենահամով մասերն են, մի քիչ էլ ավելացնում եմ ազատ քեղ, հասել ենք ամենահամով բահը, որը պետք է ուտենք, փորձենք մեր պատրաստածը և ես անհամբեր եմ փորձեմ, գնացինք։ Փափուկ, համով, այդ ամեն համեմունքները իրար մեջ քաշած, լիմոնը վերջավորության դենց այդ համեմունքները սենց վերև բացրացրած, նորյամ դոշավը բզդիկ խծրություն է տված, դեսոխը ամեն ինչ ամբողջացուցեր է։ Իրականում, այսինքն, այստեղ երկու կարևոր բան կա։ Մի հատը, որ մեր զանգեզուրի մթերքը շատ լավն է և որակյալ, այսինքն հավիլիարդը, և երկրորդ մարանիգի այս բոլոր համեմունքները շատ թարմ են և ֆրեշ։ Եվ ստացել ենք այսպիսի իդեալական ափսե։ Դե ինչ սիրելիներս, դուք էլ պատրաստեք ու վայելեք այս համովությունը ու անպայման գրեք, ինչ կանեք հավանել այս բաղադրատոմսը։ Ձեզ բարեխորհուրդ եմ մաղթում, վաղը կհանդիպենք։